Եթերում լուրերի կիրակնօրյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում Հայաստանի կառավարության եւ Proud Engineers ընկերության միջև գործակցությունը, նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն։ Երկրի ղեկավարի խոսքով պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության, արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը։ Տավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը ու եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները։ Միաժամանակ նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմին եւ հնարավորություններին, պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել հայ գործընկերների հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հանդիպել է ԵԱԿ խորհրդանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱԿ խորհրդանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասի հետ։ Զրուցակիցները քննարկումների առանցքում խոսել են Հայաստան-ԵՄ գործակցության, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Հայաստան են վերադարձել նոյեմբերի 21-ին Բաքու մեկնած հայ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Պատվիրակության անդամները ասուլիս են հրավիրել ներկայացրել այցի մանրամասները։ Նրանք հայտնել են, որ հանդիպում են ունեցել ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Հանդիպումը եղել նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ։ Նա ուղերձներ է հղել Հայաստանի հասարակությանը, որոնք ներկայացրել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը։ Մի քանի ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ եւ որ երևի թե նաեւ չափազանց նորից կարեւոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։ Սրանք այն բառացի ուղիղ մեսեջներն են, որոնք որ ինչպես նշեցի Ադրբեջանի նախագահի օգնականը մեզ խնդրել էր փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված եւ շարունակական աշխատանքների շնորհիվ։ Զինված ուժերի համալրումը նոր կարգով կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Շարքային կազմի 24 ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կկրճատվի 6 ամսով։ Ներկայացնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ զինված ուժերի համալրման նոր կարգը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը սակայն չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրու 1.5 տարի հետո զորացրվելու է 2 զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելու։ Նախարարի խոսքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված ու շարունակական աշխատանքների շնորհիվ։ Այն է Պաշտպան հայրենիաց ծրագիր, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդնումը եւ այլն։ 5 տարվա ընթացքում մեր կառավարության գործունեության պարտավորություն էինք ստանձնել, որ այս հարցին անդրադառնալու ենք, բայց սա կարող է լինել այն պարագայում,
եթե գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն, այն է դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների եւ ժամկետայինների թվաքանակի հանրագումարից եւ դա հնարավոր է անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է Հայաստանի կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրով, նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Նախարարը խոսեց նաև բանակի մարտունակության զինվորների պատրաստվածության մասին, ներկայացրեց որոշ պարզաբանումներ։ Պապիկյանը վստահեցրեց, որ իրենց կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է։ Շատ հեշտ է փոխել չափորոշիչները, ասել գնահատում ենք արկա վիճակով, ու բոլորը ստանան լավ ու գերազանց, բայց մենք գնում ենք նրան, որ մեր բանակի մարտունակությունը լինի ամենաբարձր աստիճանի, ու շատ նորմալ է, որ կարող են լինել դեպքեր, երբ գունդը կարող է ստանալ մի գնահատական, հետո փոփոխությունների, վերապատրաստումների արդյունքում ստանալ այլ գնահատական։ Սկսած նրանից, որ գունդը կարող է բերել պայմանական կարմիր աստիճանի եւ գնդի գործողությունների արդյունքները գնահատվեն անկախ նրանից, ինչքանով է զինված, ինչքանով է համալրված, ինչքանով է պատրաստվածությամբ աչքի ընկել նրա զինվորները։ Հարակից եկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ նախատեսված բարեփոխումը պահանջված է եւ հաջորդում է այն բոլոր բարեփոխումների փաթեթներին, որն այս տարիների ընթացքում իրականացվում է։ Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ նախագիծը հնարավորություն կստեղծի ավելի արագ տեմպերով կյանքի կոչել բանակի մարտունակության ծրագրերը։ Պահանջված բարեփոխումը եւ հաջորդում այն բոլոր բարեփոխումների փաթեթին, որ այս տարիների ընթացքում մենք հերթականությամբ բարել ենք։ Հիմա մոռացել ենք, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ ամբողջի մեջ, օրենսդրական բազան ստեղծելու, բանակի գրավչությանը վերաբերող խնդիրների լուծումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո պաշտպանության նախարարը նաև լրագրողների հարցերին է պատասխանել, որոշ պարզաբանումներ տվել նախագծի վերաբերյալ, ապա խոսել բանակի պաշտպանունակության եւ մարտական հերթապահության մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ընդդիմության այն տեսակետը, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը նախընտրական քարոզարշավ է։ Այս մասին նա հայտարարեց պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանեց, թե ինչու են հիմա քննարկում այդ նախագիծը։ Մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, նախագիծը չենք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից։ Խոսելով զինված ուժերի առաքելությունից գերատեսչության ղեկավարն ասաց, որ այն պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը։ Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Ըստ նրա տարիներ շարունակ շեշտը դրվել է մարտական հերթապահության վրա, ինչն անխոս շատ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ զինուժի հիմնական հատվածը զբաղվի մարտական պատրաստությամբ եւ բարձրացնի իր կարողությունները։
Պապիկյանն ասաց, թե վարժական հավաքների նպատակն այն է, որ ունենան պահեստազոր, որն ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել խնդիրն ու դառնալ բանակի կարևոր բաղադրիչ։ Պապիկյանի տեղեկացմամբ նախատեսել են, որ 20,000 եւ ավելի պահեստազորային 2026 թվականին ներգրավի վարժական հավաքներին, 2025-ին 16,000 է եղել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե արտաքին պարտքի միջոցով են զենք գնել, մինչդեռ Պապիկյանը հայտարարում էր, որ բանակի կերպափոխման համար բյուջեից էր միջոցներ հատկացվել, նախարարն ասաց. Եթե անգամ ֆինանսական միջոցները պարտքի միջոցով են ներգրավում ֆինանսների նախարարության միջոցով, դա տրամադրվում է ընդհանուր բյուջեի շրջանակներում։ Այսինքն այստեղ հակասող բան չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելուն, ապա Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գործող իշխանության օրոք այդ տարածքները վերականգնելու ռեալ հնարավորություն է տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի զատման հարցով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։ Հայաստանը շարունակում է ինտենսիվ աշխատանքները Ադրբեջանում պահվող քաղաքացիների վերադարձն ապահովելու համար, այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ գերիների վերադարձը մնում է պետության առաջնային խնդիրներից։ Հայաստանը շարունակաբար աշխատում է Ադրբեջանի բանտերում պահվող անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ գերիների վերադարձը պետության առաջնահերթություններից է։ Սիմոնյանն ասաց, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանի կողմից իրականացված քայլերի արդյունքում գերիների թիվը զգալիորեն նվազել է։ Մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պայի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերություններին, թեև արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ հապկից դուրս գալու գործընթաց օրակարգում դեռ չկա, սակայն Սիմոնյանը վստահ է, Հայաստանը դե ֆակտո հեռացել է կառույցից։ Նա նաև ընդգծեց, որ հապկից հեռանալը չի նշանակում հակառուսականություն։ Փաստացի դուրս եկածենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա, հա, եւ մեր բանակցությունների, այն որ դուք ասում եք մենք պատերազմից հետո չենք կարողանալու բանակցություն վարել, թողեք այդ բանակցություն չվարողների վրա եւ 2026 թվականին կգնաք այդ նաեւ կասեք հապկից դուրս չեն գալիս եւ մարդիկ ձեզ կպատասխանեն հապկին ձեր պաշտպանելու խոսությունից։ Խոսելով թրիփ նախաձեռնության մասին Սիմոնյանը նշեց, որ այն ռազմական բաղադրիչ չի պարունակում եւ նպատակ ունի տարածաշրջանում նվազեցնելու երկար տարիներ տևած թշնամանքի մթնոլորտը։ Ինքը քաղաքացիական նախագիծ է, ինքը ռազմական նախագիծ չի, ինքը ռազմական տարիր մեջ չի պարունակում եւ մեր ԱԱՑ-ն եւ մեր սահմանապահները լրիվ իրավասու են եւ իրանք նման բան չի լինելու։ Դուք ես սխալա որ դուք տենց բան եք պատկերացնում։ Ինքը ձեր ասած խոսքի մեջ երևում է որ ձեր պատկերացումը արտատարածքային ինչ որ մեկին ինչ որ մի բան տալու տրամաբանության մեջ է, չէ, այստեղ խնդիրը այն է, ոնց երկու ժողովուրդների մեջ, որոնք որ տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, անենց ինչ որ տրամաբանություն գտնենք, որ այդ միջև այդ ատելությունը իջնի, հա, մարդիկ հնարավորինս քիչ առիթ տանք, որպեսզի իրանք ինչ որ անախորժությունը չեն, բայց մենք բոլոր սահմանները բաց լիներ։ Ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք։ Իսկ հարցին թե երբևէ ստացել է Ադրբեջան այցելելու հրավեր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե հրավեր լինի, այն կքննարկի։ Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում սուբվենցիոն 15 ծրագիր իրականացնելու համար։ Համապատասխան նախագիծը հաստատվել է գործադիր մարմնի հերթական նիստում։ Ինչպես զեկուցել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, 2025 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալն արդեն հասել է մոտ 76 միլիարդ դրամի, իսկ 2026 թվականին գումարի այս չափը նախատեսում է ավելացնել համայնքային ենթակառուցվածքների բարեկարգման եւ այլ ոլորտների առավել զարգացման նպատակով։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։
2025 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանում արձանագրվել է 6% տնտեսական աճ։ Սա ավելի քան 1%-ով գերազանցում է կառավարության կանխատեսած 4.9%-ը։ Մենք հոկտեմբերի, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Վարչապետին այս թվերը գոհացնում են։ Նրա խոսքով տնտեսության աճին նպաստում են ոչ միայն ենթակառուցվածքային ծրագրերը, այլև ստեղծարար աշխատանքի եւ կրթության նկատմամբ իրականացվող քաղաքական շեշտադրումները։ Դրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է։ Տնտեսական ակտիվությունից զատ Հայաստանում աճել է նաև աշխատատեղերի թիվը, ըստ Փաշինյանի հասնելով պատմական ռեկորդի։ 25 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810.074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313.000։ Դրական լուրերի շարքից է նաև 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգում ներդրվելիք փոփոխությունները։ Հետվճարի ծրագրի գործողության ժամկետը առաջարկում ենք երկարաձգել եւս 1 տարով, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկում է հետվճարի հաշվարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո կատարված անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել եւ սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ Ուզում եմ որոշակի վերջի վիճակագրություն ներկայացնել, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, ուրեմն միայն 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով հետևյալ պատկերն ունենք։ Ծրագրի շահառուների թիվը 366432 է եւ աճը նախորդ ամսը համեմատ 3.6%, այսինքն մենք տեսնում ենք տենդենց աճի։ Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 միլիարդ 768 միլիոն դրամ եւ աճը 6.9%, մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ, աճը 2.8% եւ ստացված հետվճարի ծավալը 1 միլիարդ 523 միլիոն դրամ, աճը 6.5%, նորից եմ կրկնում, խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է։ Ուզում եմ նշել նաև, որ նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով եւ հետեւաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը։ Թորոսյանի տեղեկացմամբ ծրագրի մեկնարկից առ այսօր կենսաթոշակային քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք, որից հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է մոտ 30 միլիարդ դրամ։ Միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13.5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 16 միլիարդ դրամ, այսինքն աճը ակնհայտ է եւ մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը եւ նաեւ հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ըստ էության ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ այս մեր 60000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները եւ նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում, ինչը ըստ էության կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում։ Դրական սույն փոփոխություններից անդին, սակայն կառավարությունը քննարկեց վերջին օրերի թերևս ամենամտահոգիչ խնդիրը՝ Երևանի
օդի աղտոտվածության գերռիսկային մակարդակը։ Վարչապետը հանձնարարեց ստեղծել աշխատանքային երկու խումբ, մեկը օդի աղտոտվածության հարցերով, խնդիրը հստակ գրանցելու, պատճառներն ամբողջական գնահատելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու համար, իսկ երկրորդը թերևս ոչ պակաս գերխնդիր դարձած ճանապարհային երթևեկության կարգավորման եւ խցանումների հաղթահարման ուղղությամբ զբաղվող։ Այսինքն միջգերատեսչական բնականաբար Երևանի քաղաքապետարանն է պետք է ներգրավված լինի, այլ համայնքների ներկայացուցիչներ առաջարկ տվեք, թե ինչպիսին կլինի առավել արդյունավետ այդ կազմը, որպեսզի գուցե ունենա փոքր ավելի մոբիլ հատված, գուցե ունենա ավելի ընդլայնված հատված, որպեսզի հնարավոր լինի ներառականություն ապավել, իմիջիայլոց պետք է նախատեսել քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը անպայման, այսինքն ոչ միայն գերատեսչությունների միջոցով աշխատել, այլ ուղիղ անմիջապես, անհատապես աշխատանքային խմբերում իրենց ներգրավվածությունը, որպեսզի փորձագիտական եւ վարչահարական կապը հնարավորինս ավելի ուժեղ լինի։ Շարունակում ենք թողարկումը։ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ մայրաքաղաքում շարունակում է ավտոմատ սարքավորումների հաշվառումը եւ 1043 չգրանցված ապարատների սեփականատերերը 1-2 շաբաթվա ընթացքում պետք է որոշեն օրինականացնել դրանք, թե ապամոնտաժել։ Քաղաքապետը ներկայացրել է նաեւ շտապօգնության աշխատանքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը, հաղորդել LED լուսավորության անցման գործընթացի ավարտի մասին։ Ավինյանը նաեւ անդրադարձել է շին հրապարակներում գրանցված խախտումներին եւ հանձնարարել է խստացնել վերահսկողությունը։ Երևանում շարունակվում է սուրճի, վճարային տերմինալների եւ այլ ավտոմատ սարքավորումների հաշվառումը։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավելելով՝ գրանցված սարքերը վճարում են տուրք, իսկ չգրանցվածները ենթակա են ապամոնտաժման։ Նրա խոսքով քաղաքում այս պահին առկա է 1043 չգրանցված սարքավորում։ Քաղաքապետի հանձնարարականով, եթե առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում դրանց սեփականատերերը օրինական դաշտ մտնելու ցանկություն չհայտնեն, ապա սարքավորումները կապամոնտաժվեն։ Հիմա դուք արդեն բանակցությունները ձեր տարեք, մինչև տարվա վերջ, ինչ կան մնացել, 1043-ից եկեք հասկանանք մինչև տարվա վերջ, քանիսն են գալիս օրինական դաշտ, իսկ քանիսն են առհասարակ ապամոնտաժվելու վերջնականապես, որովհետև դե լավ, ասենք տարին ավարտվեց, այս տարվա սկզբից էր էլի, ինչքան դել դիմանանք, այսինքն իրանք պետքա ինչ-որ որոշում կայացնեն վերջնական, որովհետև օրինակ հիմա այս մյուսներն էլ, որ գրանցվել են ու խելոք վճարում են, իրանք ինչա մեղավոր են, կամ իրանք պատժված են, ինչի ենք թույլ տալիս, սա։ Նիստում Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքում շտապ բուժօգնության ծառայության աշխատանքի որակին, նշելով, որ վերջին տարիներին այն էապես բարելավվել է մի շարք բարեփոխումների շնորհիվ։ Իհարկե թվերը շատ խոսուն են, 141 միլիոն վնասից հասել ենք 168 միլիոն շահույթի, ամբողջապես վերազինվել ենք, ամբողջապես թվայնացվել ենք, ամբողջապես անցել ենք անկանխիկ վճարումների եղանակի, չափորոշիչներին համապատասխանեցվել ենք։ Էլ չասեմ, որ ես հիշում եմ առաջին գործակարգավարականներին, ես հիշում եմ զեկույցներ, որ զանգերի 78%-ն է սպասարկվել եւ իմ մոտ հարց առաջացավ, ոնց կարող է լինել, որ շտապ բուժօգնություն մարդը զանգահարի եւ իրեն այդ զանգը չսպասարկվի։ Հիմա այդ հարցը նույնիսկ չենք քննարկում, որովհետեւ ենթադրվում է, որ 100%-ն էլ պետք է սպասարկվի։ Ըստ Ավինյանի քննարկվելու է շտապօգնության ծառայության ինտեգրումը այլ կառույցների հետ, նաև մարզային ուղղություններով տեխնիկական խնդիրների կարգավորումը։ Պետք է ինտեգրել մեր ընդհանուր, այսպես ասած, ծածկույթը եւ երբ որ պետք է, որ Երևան քաղաքի շտապ բուժօգնություն պետք է ինտեգրել մեր ընդհանուր, այսպես ասած, ծածկույթը եւ երբ որ պետք է, որ Երևան քաղաքի շտապ բուժօգնության ծառայությունը դուրս գա Երևան քաղաքի սահմաններից դուրս, որովհետեւ ավելի հարմար է դա եւ սպասարկի եւ երբ որ պետք է ընդհանուր հանրապետական շտապ բուժօգնության ծառայությունը մտնի Երևան քաղաքի սահմաններ, դրանք տենց շտկվող տեխնիկական պարզ հարցեր են եւ կարելի է ընդհանուր տրամաբանության բերել եւ կարծում եմ մենք պատրաստ ենք դա իրականացնել եւ նաեւ ուրախ կլինենք այս տեսակ ինտեգրացիաներին։ Վերջին նատրիումային լամպերի
խմբականակն ենք փոխարինում ավելի էֆեկտիվ, ավելի նորարար LED լուսավորությամբ, բայց նաև չենք մոռանում, որ այդ սպիտակ պայծառ լույսերը չենք դնում, այլ ավելի դեպի դեղին, ավելի ցածր կելվիններով լույսերը։ Ավինյանը վարչական շրջանի ղեկավարներին հորդորել է առավել պատասխանատու լինել, վերահսկել շինարարական եւ վերանորոգման աշխատանքների որակը։ Նա նշել է, որ վերջին շրջանում անակնկալ այցեր է կատարել տարբեր շինհրապարակներ, հավելելով այցելությունների ընթացքում բազմաթիվ թերություններ են արձանագրվել։ Նիստում քաղաքապետն անդրադարձել է նաեւ օդի աղտոտվածությանը եւ նշել, որ նախորդ գիշեր Երևանում արձանագրվել է օդի որակի լուրջ վատթարացում, ինչը պայմանավորված է եղել Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում ճամբարակում բռնկված խոշոր հրդեհներով։ Իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Քաղաքապետը զգուշացրել է նաև տերևներ վառելու վտանգի մասին, այն անվանելով թունավորման գործարան։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում, եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետեւ երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն որոշ տներ տաքացվում են նաև վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաև այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, ենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Քաղաքապետը միաժամանակ դրական է գնահատել կենտրոն վարչական շրջանում շենքերի մաքրման, լվացման, ներկման եւ լուսավորման աշխատանքները, ընդգծելով դրանց կարևոր ազդեցությունը քաղաքային միջավայրի վրա։ Շենքերի արտաքին տեսքը վաստահարապես կենտրոն վարչական շրջանում թարմացումը, նրանց լվացումը, ներկումը, լուսավորումը էականորեն փոխում է ամբողջ քաղաքի ընկալման ձևը եւ կարծում եմ իհարկե կենտրոնում սկսել ենք վարչական շրջանների մյուս ղեկավարներին ուզում եմ ուշադրությունը բոլորի սևեռել այս տեսակ աշխատանքների վրա, որոնք որ միջավայրը փոխող աշխատանքներ են։ Խորհրդակցության ընթացքում Ավինյանը հայտնել է նաև, որ կառուցապատողների պարտաճանաչության բարձրացման նպատակով դեկտեմբերին ընդունվելու են նոր կարգավորումներ։ Ըստ քաղաքապետի, այն կառուցապատողները, որոնք պատշաճ կահավորում չեն իրականացնում եւ փոշեկլանիչ ցանցեր չեն տեղադրում, շուտով կհասկանան, թե որն է իրական ավելորդ ծախսը։ Նոր կարգավորումները նախատեսում են տարբերակված մոտեցում, օրենքի պատշաճ պահպանող եւ խախտող կառուցապատողների նկատմամբ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կրկին օրակարգում է, ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները նշում են, որ գործող չափը չի համապատասխանում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, իսկ հաշվարկների ներկայիս մեթոդաբանությունը ստեղծում է արհեստականորեն ցածր նվազագույն շեմ։ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք Տիգրանյանը նշել է, որ 2026 թվականին կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը սոցիալական առումով միշտ դրական է, բայց մեթոդաբանությունն ու ֆինանսական սահմանափակումները լուրջ խնդիրներ են առաջացնում։ Այս մասին նվազագույն աշխատավարձը եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշեց Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք Տիգրանյանը։ Պատգամավորն իր խոսքում կարևորեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման թեման ամեն տարի բարձրաձայնվում է, հատկապես պետական բյուջեի քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով գործող նվազագույն աշխատավարձը չի բխում երկրի սոցիալ-տնտեսական իրականությունից, իսկ այն հիմնավորելու համար անհրաժեշտ մեթոդաբանությունը բացակայում է։ Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նախատեսված էր մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը հասցնել 85,000 դրամի,
Սակայն 2024 թվականի բյուջեն նման հնարավորություն չի ընձեռել։ Միաժամանակ որոշ պատգամավորներ առաջարկում էին այն սահմանել մինչև 100,000 դրամի չափով, ինչը մոտ է ուսումնասիրության մեջ նշված 90,000-ից մինչև 115,000 դրամի միջակայքին։ Այստեղ կար չէ առաջարկվի մեջ, որ հստակ մեթոդաբանություն լինի, պարբերականություն լինի։ Մեր օրենսդրության լոգիկան եղել է ամեն տարի պարբերաբար բարձրացնել նվազագույն աշխատավարձը, բայց ցավոք սրտի մենք 24 թվականի համար նվազագույն աշխատավարձի բարձրացում չենք ունեցել։ Փոխարենը մենք ունեցել ենք մեր ընդդիմադիր պատգամավորների կողմից առաջարկ նվազագույն աշխատավարձը 100,000 դրամ դարձնելու մասին, դեռ մինչև 75,000-ի սահմանումներ, որը իրականում այս ոնց որ հետազոտության արդյունքում էլ դուրս է կանել մոտավորապես 90-ից 115,000-ի շեմը, որի դեպքում սպառողական զամբյուղը կարող էր ծածկել։ Տիգրանյանն ընդգծեց, որ ներկայացված ուսումնասիրությունն անհրաժեշտ գործիք է որոշելու նվազագույն աշխատավարձը պետք է կարգավորվի օրենքով, սոցիալական գործընկերների բանակցություններով, թե այլ մեխանիզմներով։ Տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Ռուբեն Մարկոսյանն էլ ներկայացրեց սպառողական եւ պարենային զամբյուղների հաշվարկման մեթոդաբանական լուրջ խնդիրները։ Նվազագույն աշխատավարձի ամենաէական, այսպես ասած, սահմանումից մեկը դա աշխատանքի միջազգային կազմակերպությունն է, որը որ սահմանվում է որպես նվազագույն վարձատրության չափ, որը գործատուն պարտավոր է վճարել աշխատողին սահմանված ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար եւ չի կարող նվազեցվել կոլեկտիվ պայմանագրով կամ անհատական համաձայնագրերով։ Եվ ԱՄԿ-ն ունի հաջորդ սլայդ, ԱՄԿ-ն ունի 131-րդ կոնվենցիան, որը Հայաստանը նույնպես միացել է եւ ինքը այդ կոնվենցիան ըստ էության պարտավորեցնում է, որ աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները նվազագույն աշխատավարձը երկրներ սահմանելիս հաշվի առնեն աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը։ Նրա խոսքով ներկայիս մեթոդաբանությամբ հաշվարկվող պարենային զամբյուղը չի արտացոլում առողջ սննդակարգի պահանջները, հիմքում դրված են ամենաէժան ապրանքները, սննդային ցուցակն ամբողջությամբ չի համապատասխանում առողջապահական նորմերին, հաշվի են առնվում աղքատ տնտեսությունների սովորությունները, ինչը ստեղծում է արհեստական ցածր նվազագույն արժեք։ Ըստ Մարկոսյանի, Հայաստանի բնակչության 65%-ը չի կարողանում օգտվել առողջ սննդից ֆինանսական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով Եվրամիությունում նվազագույն աշխատավարձի սահմանին մոտեցումները էապես տարբերվում են։ Մի շարք երկրներում այն սահմանվում է ոչ թե օրենքով, այլ արհմիությունների եւ գործատուների միջև կոլեկտիվ բանակցություններով։ Եվ հենց այդ երկրներում, որտեղ բանակցային գործընթացով է ամրագրվում, նվազագույն աշխատավարձեր ունեն էական բարձր մակարդակներ։ Տեսեք, կոլեկտիվ բանակցային 80%-ից եթե ցածր է լինում, այդ պետությունը պարտավոր է մշակել եւ իրականացնել, խոսքը ԵՄ անդամ պետությունների մասին է, գործողությունների պլան կոլեկտիվ բանակցությունները խթանելու համար։ Եվրամիության դիրեկտիվները պարտադրում են նվազագույն աշխատավարձը վերանայել առնվազն 2 տարին մեկ, իսկ որոշ դեպքերում 4 տարին մեկ, պարտադիր հաշվի առնելով ապրանքների եւ ծառայությունների իրական արժեքները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ունի եւ դրական եւ հնարավոր բացասական տնտեսական ազդեցություններ կախված տնտեսությունից։ Նրա խոսքով որոշ երկրներում աշխատավարձերի կտրուկ բարձրացումը կարող է բերել գնաճի կամ ստվերի աճի, սակայն դա կախված է տվյալ երկրի տնտեսական կառուցվածքից, արտադրողականությունից եւ աշխատաշուկայի վիճակից։ Ամեն մի բարձրացում, ամեն մի տատանում, դա արժեք է, միավոր է։ Ամեն մի բարձրացում դա ինչ որ մի ուղղությունից առաջնահերթությունից փոփոխել տանել է։ Գումարը կա, բայց բոլոր դեպքում ըստ առաջնահերթությունը պետք է առաջնորդել, նես չի որ տպագրումը միացածով միշտ կարող է գումար տպագրել, բայց այն մարդկանցի, որ կողմը միշտ բարձրացնելու, այսինքն միշտ ասելով հաշվի առնելով զամբյուղին։ Սարգսյանը նշեց, որ միջազգային մեթոդաբանությունները կարևոր են, բայց Հայաստանը պետք է մշակի իր երկրի մոդելին համապատասխան համակարգ։ Մասնագետներն ահազանգում են, Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը։ Ներկայում թվային տիրույթում ագնացող տեմպերով աճում են բռնության նոր տեսակներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ։ Թվային աշխարհում ծագող խնդիրների դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա ամենամյա քարոզարշավը։
Այս անգամ միջոցառումը կրում է «Միավորենք մեր ջանքերը» հանուն անվտանգ թվային միջավայրի խորագիրը։ Օնլայն հետապնդում եւ շանտաժ, սոցցանցերում անհատական տվյալների տարածում, կանանց ու աղջիկների նկատմամբ սեռական բնույթի ճնշումներ, կիբերհարձակումներ եւ խաբեություն, հոգեբանական ազդեցություն եւ սպառնալիքներ։ Թվացյալ անվնաս համացանցային տիրույթում ներկայությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Սոցցանցերն ու մեսենջերային ծառայությունները, որոնք մեզ միավորում են աշխարհի ցանկացած անկյունում, երբեմն դառնում են վախի, ճնշումների եւ սպառնալիքների հարթակ։ Մարդիկ հայտնվում են անտեսանելի հետևողների, շանտաժի, անձնական տվյալների հրապարակման վտանգի տակ, առանց իմանալու, թե երբ եւ որտեղից է գալիս վտանգը եւ ինչպես դրանից պաշտպանվել։ Բռնության հետևանքները յուրաքանչյուրիս համար կարող են բավականին ծանր լինել։ Հիմնականում թիրախավորվում են կանայք ու աղջիկները։ Ժամանակակից աշխարհում փոխվել են բռնության ձևերը, հետևաբար դրանց դեմ պայքարի մեթոդները եւս պետք է փոխվեն։ Ոչ միայն պետական կառույցները, այլև քաղաքասարակությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի։ Շատ կարևոր է նաեւ հանրության ճիշտ իրազեկումը եւ առհասարակ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ Հայաստանում պատկերը մտահոգիչ չէ, բայց միևնույն է դեռ շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահարվեն։ Խնդիրն առնչվում է ոչ միայն տեխնիկական անվտանգությանը, այլև սոցիալական եւ հոգեբանական բնույթ ունի։ Այն ազդում է մարդու վստահության, ինքնագնահատականի եւ կյանքի վրա։ Ընդամենը մեկ սխալ գրառումը կամ անհատական տվյալների արտահոսքը կարող է հանգեցնել կիբերհարձակողի կողմից վերահսկվող իրական սպառնալիքների, անգամ անձնական անվտանգության համար վտանգավոր իրավիճակների։ Մարզային բնակավայրեր այցերի ընթացքում, երբ շփվում եմ քաղաքացիների հետ, գաղափարն այն է լինում, որ իրենք նույնիսկ չեն պատկերացնում, որ խոսքը բացասական բնույթ ունեցող երևույթի բռնության մասին է եւ շատ դեպքերում նորմալ են դա դիտարկում։ Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք չափազանց շատ աշխատանք ունենք իրականացնելու, ավելին ասեմ, մի փոքր ավելի առաջ գնամ, թեև իրապես պետությունը մեծ առաջընթաց է գրանցել նաև պետական մարմինների վերապատրաստումների ու աշխատանքի կատարելագործման առումով այս համատեքստում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ նաև իրավասու մարմինների ներկայացուցիչները շատ պատկերացում չունեն ընդհանրապես բռնության, դրա տեսակների մասին եւ մի շարք իրավիճակներում հենց իրենք են նպաստում նրան, որ այս երևույթը նորմալ դիտարկվի։ Ինչպես են այս վտանգները հայտնվում առցանց տիրույթում, ովքեր են տուժողները, ինչ քայլեր կարելի է ձեռնարկել պաշտպանելու համար ինչպես անձնական տվյալները, այնպես էլ սեփական հոգեբանական առողջությունը։ Վերջին տարիներին իրականացված տարբեր հետազոտություններ եւ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ թվային բռնության դեպքերը աճում են, ահազանգելով օրենսդրական կարգավորումների, իրազեկման արշավների, թվային տիրույթում կանանց եւ աղջիկների պաշտպանության եւ աջակցության նոր մեխանիզմների ներդրման խնդրի մասին։ Այս համատեքստում իհարկե շատ կարևոր է ի պատասխան նաև ունենալ թվային գործիքներ, որպես կանխարգելման, վախ հայտնաբերման, պաշտպանության եւ թիրախային ու երկարաժամկետ արդյունքներ հետապնդող քաղաքականություն մշակելու արդյունավետ միջոց։ Նախարարությունը արդեն իսկ տեսանելի քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, խոսքը իհարկե ՄԱԿ բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ ստեղծված ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշմարման համակարգի մասին է։ Ամեն տարի անցկացվող ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ ամենամյա քարոզարշավի շրջանակում անցկացվող «Միավորենք մեր ջանքերը» հանուն անվտանգ թվային միջավայրի խորագրով հանդիպումը միտված է արձանագրելու այն անասելի արագությամբ աճող խնդիրներին, որոնք ծագում են թվային աշխարհում։ Հենց այս նպատակով էլ ստեղծվել է Safe You հավելվածը, որը կօգնի տուժողին ավելի արագ եւ ճիշտ օգնություն ցուցաբերել, ճիշտ վերլուծել իրավիճակը։ Մենք նկատում ենք, որ ընթացիկ տարում հատկապես ավելի շատացել են այն դեպքերը, երբ որ գենդերային բռնության զոհ դարձած անձինք ահազանգ անմիջականորեն փոխանցում են հենց ոստիկանության գործընկերներին։ Սա չափազանց պարտավորեցնող գնահատական է, միտում է։ Ես սա դիտարկում եմ որպես դեռևս դրական միտում, որովհետև մեծ ջանք ունենք տանելու, որպեսզի այս պրակտիկան ավելի կայունանա եւ մենք կարողանանք ավելի լավ արդյունքներ գրանցել այս տեսանկյունից, բայց շատ կարեւոր է, որ մենք ի վերջո այս նոր հանգրվանին հասել ենք եւ պլատֆորմը համակցվում է օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, ինչը մեզ թույլ կտա նաև թվային տիրույթում դիտարկելու հավելվածից օգտվողների մասին տվյալները եւ նաև ահազանգերի բովանդակությունը եւս վերլուծելու եւ դրա հիման վրա քաղաքականության նոր մոտեցումներ որդեգրելու։ Մասնագետները շեշտում են, առցանց բռնությունը նույնքան իրական եւ վտանգավոր է, որքան ֆիզիկականը։ Նրանց խոսքով անհրաժեշտ է միավորել պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ջանքերը պաշտպանության, արձագանքման եւ իրավական կարգավորման արդյունավետ համակարգ ստեղծելու համար։ Համակարգը մեզ հնարավորություն է տալու ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից ունենալու վերլուծական շատ
մեծ պրոդուկտ, իրականում հասկանալու ընտանեկան բռնության այն հիմնական պատճառներն ու պայմանները, դրանց դրսևորման ձևերն ու մեխանիզմները, որոնք բնականաբար առավել թիրախային եւ հասցեական կդարձնեն մեր քայլերը ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ։ Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին թվային բռնության նոր ձևերը միաժամանակ նշելով 16-օրյակի մեկնարկը եւս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց առջև կանգնած են հազարավոր կանայք եւ աղջիկներ։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։